Վթարներ, հրդեհներ, վրաերթեր, սպանություններ։ Ընտրեք, որ ժանրից ուզում եք։ Այո, հատկապես վերջերս այս առումով չենք խեղճանում ու զոհերի հաշվարկը ավելանում եւ ավելանում է։ Թվում է, թե շատ բան պետք չի անել։ Սերտել ակնհայտ մի քանի ճշմարտություն կամ աստվածաշնչյան պատգամ ու ամեն ինչ լավ կլինի, բայց ոչ, սիրիր մերձավորիդ, գազի ոտնակը մի տանջիր, հրդեհային անվտանգությունը քիչ մը լուրջ մոտեցիր եւ այս կարգի հասկացությունները ոչ թե բոլորին են հասու, այլ դրանք անտեսողների թիվը գնալով աճում է։ Հեսա մի քանի օրինակներ որ բերեմ, կհասկանաք, թե ինչի մասին եմ ասում։ Օրը ցերեկով Մայրաքաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող Նայիրի հյուրանոցային համալիրի մոտ ասեղ գցելու տեղ չկար, բայց դե ոչ թե կլենտների առումով կարող է մտածեք, թե լուրջ հյուրանոց է։ Ռոնալդուն ինչի չէր ստեղ հանգրվանում, այլ հյուրանոցի նկուղային հարկում ծակած հրդեհի։ Որպեսզի պատկերացնեք հրդեհի մասշտաբները, բացի ցուցադրվող կադրերից միայն մի նախադասություն հավելեմ։ Կրակի դեմ պայքարում ներգրաված են եղել մարտական 5 հաշվարկ։ Իրանք են տարհանվել։ Կյանքներից վտանգ չկա, չէ՞։ Սա վառվել է, չէ՞։ Այս հատվածը դեռ 20 րոպե առաջ կրակի էր մատնված, ընդ որում լեզուները այնքան երկար են եղել, որ մի կերպ են հասցրել հյուրանոցի ներսում գտնված մարդկանց էվակուացնել։ Շտաբօգնության մի քանի խմբեր էլ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց։ Հարցին, թե այրվածքներ ունեն, ասացին չէ, ծխահարվել էին։ Գորգերա, չէ՞ սա։ Պատոհանվել է սա։ Հիմա կասեք, իսկ ես ինչ ա վառը Շամշան, գորգեր ու ներքնակներ, ժողովուրդ ջան։ Հաջորդ հարցը հավանաբար կլինի, իսկ արդյոք դրանք իրենց են կպել, չէ ժողովուրդ ջան։ Ինչպես կարգին հաղորդման հերոսներից մեկը կասեր, հեքիաթները կողքի բաժնում, տեղի ունեցածը կամ անփութության հետևանք էր, կամ էլ միտումնավոր վնաս տալու։ Համենայն դեպս այդպես էին ասում հյուրանոցի բակում հավաքված մի քանի քաղաքացիներ։ Նախորդ շաբաթվա տեսանյութում ասել էի, որ ես էլ եմ սկսել հավատալ դավադրության տեսություններին, հետևաբար երկու տարբերակն էլ կյանքի իրավունք ունեն։ Այդ թե որն է դրանցից իրականությունը, մեր փառապանծ իրավապաները պետք է պարզեն։ Մոխրոտիկը հեքիաթի բարի հերոսն է։ Այ մարդ, սենց տեղերում էս շլուխն էլ չլինի, կարելի է խելագարվել, բայց լավ, տեղափոխվենք Գեղարքունիքի մարզ, ավելի կոնկրետ Մարտունի Վարդենիս ճանապարհի 31-րդ կիլոմետր, որտեղ էլի ցերեկը ժամը 16-ի սահմաններում իրար էին ողջագուրվել Մերսեդեսն ու Գազ 53-ը, ինչի հետևանքով վերջինը դուրս էր եկել երթևեկելի գոտուց կողաշրջվել։ Պատկերացրիք, Մերսեդեսը խորը նոկաուտի է ուղարկել հսկայական զիլին։ ADS Mercedes-ի ժեշտը ուրիշ է, էլի, ճիշտ է, ինչպես տեսնում եք, մեքենայի առջևի հատվածն ամբողջությամբ բացակայում է, բայց էլի եմ ասում, նոկաուտի է ենթարկել բեռնատարին, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, տենց էլ չկարողացա պարզել, չնայած կարելի էր կռահել, հարևանությամբ գազալցակայան է, ամենայն հավանականությամբ բեռնատարը փորձել է զապրավկից հետո դուրս գալ մայրուղի, մեկ էլ որտեղից որտեղ հայտնվել է Mercedes-ը, կրկնում եմ, սա վարկած է, մնացածը փառապանցների դաշտում է։ Գերմանական ավտո չի Mercedes-ը։ Սովետն ու Գերմանիան հակել են իրար։ Բայց դե պատմությունից հրաշալի տեղյակ ենք, որ երկրորդ համաշխարհայինը մեր պապերի շնորհիվ ավարտվեց Սովետի հաղթանակով, բայց այս դեպքում իրավիճակը այլ էր։ Չեմ կարող ասել, թե Գավառի բժշկական կենտրոն տեղափոխված 5 վիրավորներից քանիսն են գտնվել Mercedes-ում, քանիսը զիլում, բայց փաստ էր մի բան, ուրախացնող փաստ։ Շտաբօգնության բրիգադներն ու սրտացավ քաղաքացիները օպերատիվ եւ որակյալ աշխատանք են ցուցաբերել ու վիրավորներին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո արագ տեղափոխել են Գավառ բժշկական կենտրոն։ Աստծո կամոք, եթե ապաքինվեն, թող գնան այդ մարդկանց համար մոմ վառեն։ Ես կորենա տարի։ Հա մեկին տեղափոխել են Երևան։ Բայց դա կանգնի տանելուց։
լավ դե նենց չստացվի, որ Mercedes-ի գովազ լինի։ Հա, բան չունեմ ասելու, Mercedes-ը, բայց նենց էլ չի, որ անբիծ ու անսխալական մեքենա է։ Հեսա տեսնում եք, թե ինչ օրն է ընկել ռուսական համարանիշներով այս սև աչքարիքը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում, ավելի ստույգ ԱՄՆ դեսպանատան խաչմերուկում նկարահանում է ու փորձում գուշակել, թե ինչը պետք է լիներ այս ավերածությունների պատճառը։ Մարմնական, հա։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 20:10-ի սահմաններում, այսինքն մթնշաղին։ Ինչու եմ վթարի ժամը ֆիքսում, որովհետև Mercedes-ի վարորդը հավանաբար, որ Ռուսաստաններում է եղել, չի լսել, թե ինչպես ենք մի քանի տասնյակ անգամ վարորդներին զգուշացրել, որ դա օրվա ամենավատ հատվածն է։ Հետևաբար պետք է զգոնությունը կրկնապատկել, չի լսել նաև, թե ինչպես ենք էլի մի քանի տասնյակ անգամ Իսակովի պողոտան անվանել մահվան ճանապարհ, նկատի ունենալով հանգամանքը, որ լավ ասֆալտով ընդարձակ ճանապարհ է ու վարորդները չեն կարողանում զսպել ներսի ադրենալինը։ Պարզ երևում է, չէ, որ այս ավերածությունները չէին լինի, եթե վարորդը մեծ արագություն չունենար։ Բայց որ նույն վարորդը նաև երջանիկ աստղի տակ է ծնվել, դա էլ է փաստ։ Պատկերացնում եք, մարդը մեծ արագությամբ բախվում է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված լուսացույցին, կոտրում այն ու բաժանարար գոտու մի քանի քար եւ չի ստանում որևէ վնասվածք։ Ձեր Ռուսաստաններում տվյալ դեպքերի համար ասում են «Ռադիելսա վերուբաշկե», իսկ եթե արդյոք բախտի արկայությունը խոսում է խելքի բացակայության մասին, ավելի ստույգ կպատասխանեն իրավապահներն ու վարորդի տանեցիները։ Այ մարդ, այս հնդիկներից հանգիստ չկա, թե ասա ինչ եք կորցրել, ինչ եք փնտրում։ Կորցնել ասելով նկատի ունեմ հայրենիքից հեռու գտնվելը, իսկ փնտրում են փող, որպեսզի հեռավորությունը ինչ որ կերպ փոխհատուցեն, ասենք 12 երեխաների համար հագուստ գնեն։ Ազնիվ մղում է, բայց հեչ ազնիվ չի, երբ այդ ճանապարհին անցնում են սահմաններ։ Ասա եկել եք փող աշխատեք, ձեր համար աշխատեք, ինչ եք գնում գիշերվա միլիոնին, բեմադրում Արամ Իլիչի Սուսերով պարը։ Էսա սաղարուն է էլի էսա։ Ես էլ դրանց են ծխելու բանը։ Րոպեներ առաջ այս հատվածում, որը գտնվում է Ազատության պողոտա 1 կոտորակ 24 հասցեում, մսաղաց է եղել։ Այս մեր հնդիկ աղբերները հավանաբար կոկոնները տաքացած գերոխումի ժամանակ երևի իրար լավ չեն հասկացել, կամ էլ ինչ-որ բան չեն կիսել, փորձել են գյուլաշ կպնել կամ ինչպես ասացի սուսերով պարպարել։ Հետևանքն էլ այն էր, որ գիշերը 4:30-ի սահմաններում արաբկիրի ոստիկաններին ազանգում են, թե բան նշված հասցեից քաղաքացիների կողմից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 4 քաղաքացի։ Հիվանդանոց հասած իրավապահները պարզում են, որ նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը միջին ծանրության։ Սաղայրան հետքեր է լստին։ Այս հոթելի անունը բայց ո՞նց է։ Ես այստեղ էլ արում կան, այ ու մինչ վիրատարանում բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, իրավապահները պարզում են, որ այս շինությունում լիքը հնդիկ է ապրում։ Այդ պահին 25 մարդ կար։ Հիմա որ ասեմ հնդիկ եղբայրներ, ձեզ մոտ սենց կարգի հանցագործությունները շատ դաժան են պատժվում, ինչի չեք հարգում այն երկրի օրենքները, որը սիրալիր բացել է դռները ձեր առջև ու հնարավորություն է ընձեռել փող վաստակել։ Հիմա որ բռնեն ու սաղիդ կալմեջ անեն, երեխեքին փող ուղարկելու փոխարեն Նուբարաշենում նառեր մաշեցնեք, խելքներդ գլուխներդ հավաքեք ու ինչպես կասեր դասականը, հանգիստ նստեք տեղներդ։ Այս կեղտոտ զամբյուղներով սնունդ են, որտեղ են կայանել։ Այ մարդ, դե լավ է էլի, ինչքան կարելի է կոկորդ պատրել, գոռալ, գոչալ, որ ժողովուրդ ջան, մթին այդ անտեր փողոցները կամ ճանապարհները կտրեք միայն այն դեպքում, եթե 4587% համոզված եք, որ ձեզ վտանգ չի սպառնում։ Կարող եմ երդվել, որ բարդ բան չենք ասում։ Ընդ որում, այս զգուշացումը հատկապես վերաբերում է ոչ երիտասարդ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։
Կհիշեք երևի, որ անցած տեսանյութում էլի մահվան ելքով վրայերտ ներկայացրինք, իսկ մահացողը 62-ամյա կին հետիոտն էր։ Իսկ աղա մահացածին, նա։ Մեկ շաբաթ անց պատմությունը կրկնվում է։ Այս անգամ Մարգարա Վանաձոր Տաշիր ճանապարհի 47-րդ կիլոմետրին Օհանավան բնակավայրի վարչական տարածքում ժամը 22:10-ի սահմաններում Կիայի ղեկին նստած է եղել 51-ամյա Շահենը, երբ դեպի Երևան ընթանալիս որտեղից որտեղ դուրս է եկել 56-ամյա Սվետլանան ու մնացածը արդեն տեսնում եք, Շահենը փախուստի չի դիմել, ահազանգել է շտաբօգնություն, սակայն արագ հասած աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ Դնի մեջը։ Հարգելի հետիոտներ, հիմա ես չեմ դուք եք, ես ինչի անման, միես մթությունը տեսեք, նեղ երթևեկելի գոտիները, այս ճանապարհով հանգիստ անցնելու համար պիտի խիզախություն, համարձակություն, մի քիչ էլ ուղեղի պակասություն ունենաս, պետք է արծվի հայացք նետես, հասկանաս, որ առնվազն 50 մետրի վրա մեքենա չկա, նոր բախտդ փորձես, բայց այս պարագայում, ինչպես տեսնում եք, հարվածը եղել է մեքենայի աջակողմյան հատվածում, ինչը նշանակում է, որ հետիոտը նոր է պատրաստվել փողոց անցնել, այսինքն ոչ մի 50 մետրի մասին խոսք չկա, սա ըստ տրամաբանության ու հավաքվածների, վերջնական պատասխանը կտա նախաքննական մարմինը, բայց եւս մեկ անգամ հետիոտներին կոչ անենք ցուցաբերել առավելագույն զգոնություն։ Դո էլ հետիոտներին ենք զգուշացրել, դո էլ վարորդներին, դո էլ շինարարության բանվորներին, այս վերջին կաստան շարունակ փորձանքների մեջ է ընկնում իր խելքից որն է անզգուշությունից, ասենք նրանցից շատերը կասկա դնելը պիտնո են համարում, իրենց կյանքը պիտի փրկի է, բայց մարդը վստահ է, որ փորձանքը իրեն շրջանցելու է, ներկայացվող դեպքը մեկ այլ օպերայից է, տեղի ունեցածի հիմքում աշխատանքային կանոնների շահագործման անվտանգության բացակայությունն է եղել, իսկ հետևանքը ողբերգական։ Աշխատանք անելուց է եղել, փախել էլի տակից։ Ինչպիսի սարսափելի մահ, պատկերացնում եք, այս հսկայական կռունկը ընկնի մարդու վրա, ես չգիտեմ, թե փրկարարներն ու պարեկները ում կամ ինչ են այս կռունկի տակից դուրս բերել, բայց ժամը 19:50-ի սահմաններում Կոտայքի մարզի Մարմարի գյուղում տեղի ունեցածը սարսափելի է, ու այնպես չէ, որ կանգնած է եղել ու վտրուկ շուռ է եկել, ոչ, բեռ բարձրացնելիս է կորցրել հավասարակշռությունը, կոաշրջվել եւ ընկել խցիկի վրա, որտեղ գտնվելիս է եղել կռունկավարը։ Որտեղ էր ինքը։ Այս բաներն էլի տեղադրելուց եղել։ Մահը եղել է վայրկյանական։ Կռունկավարի մարմինը մի կերպ են դուրս բերել խցիկից, ու հիմա հարցը, ավելի շուտ հարցի պատասխանը, թե ինչ պետք է աներ ու չի արել կռունկավարը։ Ապագա կռունկավարների համար շատ կարևոր է, ինձ թվում է հմուտ կռունկավարները գիտեն, թե որքան բեռ պետք է բարձրացնել կամ մի տեղից մյուս տեղը տեղափոխել, որ սենց օրը չընկնեն, չնայած տվյալ կռունկի շահագործման գրքուկում հաստատ այդ մանրամասները կլինեն, ուղղակի դրանց ծանոթանալ է պետք ու նոր կռունկի ղեկին նստել։ Ցավակցում ենք մահացածի հարազատներին։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։